Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունիսի 22-ն է 2026 թվական։ Ասելով հունիսի 22 տևական ժամանակ միշտ հիշել ենք, որ այդ օրը Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Ես որ ապրել եմ Խորհրդային Միությունում, լավ հիշում եմ, որ մշտապես այդ օրը հիշվել է, բայց նաև գրքերում և անգամ պատմություններում ասում էր ուխտադրուժ հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Առանձնապես դպրոցական տարիքում չէինք խորանում, թե այդ ինչ ասել է ուխտադրուժ, հետո սկսեցինք հասկանալ, բայց ինչ ուխտ էր Գերմանիայի և Խորհրդային Միության մեջ, այդ ինչ ուխտ էր դրժե Գերմանիան, այդ ինչ պայմանավորվածություն ունեիք ժողովուրդ ջան, որ դուք համարեցիք, որ դա Գերմանիան ուխտը դրժել, այդ տենց ախպերություն էր ձեր մեջ։ Հետո իհարկե որոշ բաներ հասկացանք ու խորացանք և հասկացանք, որ երկրորդ համաշխարհային պատերազմի հայրենական մեծ պատերազմը զուտ առանձնացված էր նրա համար, որովհետև անհասկանալի կլներ Խորհրդային Միության պատմությունը խոսել երկրորդ համաշխարհային պատերազմից, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց մի քանի օր առաջ Խորհրդային Միությունը Գերմանիայի հետ ուներ Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը օգոստոսի 23-ին, որով նաև պայմանավորվել են գաղտնի պակտով Եվրոպան մեջ-մեջանել, իրար մեջ բաժանել։ Իհարկե այն սերունդը, որը ապրել է Խորհրդային Միությունում և վստահաբար մտածել է, որ այո գնանք կռվենք Խորհրդային Միության համար, որովհետև եթե մենք չհաղթենք Թուրքիան կմտնի Հայաստանը կվերցնի, իդեպ դա իրականություն էր, որ նա կմտներ, և մենք բավարար ուժ չունենք Թուրքիայի դեմ փակելու, բայց բավարար ուժ գոնե ունենք մեր ուժերի ներածի չափով Խորհրդային Միության բանակում կռվելու, որ գոնե Թուրքիան չհարձակվի։ Ես միանգամայն համարում եմ այդ մարդկանց մտածելակերպը ազնիվ մղում, հայրենասիրական մղում և բացարձակապես դեմ եմ, որ ասում են բա ում համար էին կռվում, մեզ համար էին կռվում։ Ես նաև դեմ եմ, երբ որ այսօր բացվում են արխիվներ, որ իմանում ենք, որ մի օկուպանտ էլ Խորհրդային Միությունն էր, որ Գերմանիայի հետ լավ էլ գործընկեր էր, որ ինքն էլ այս կողմից եվրոպական երկրներն էր գրավում, եթե այսօր մարդը այդ ամեն ինչին ծանոթանում է և դրանից հետո է գտնում, որ Խորհրդային Միությունը ճիշտ էր, դա արդեն անհասկանալի է, որովհետև եթե մարդը ազնիվ է եղել և իրան էդ են մատուցել, որ ինքը դրան հավատացել է և այդ հավատով գնացել է անգամ կամավոր և կռվել է, փառք ու պատիվ նրանց էլ, զոհերին էլ, նրանց հարազատներին էլ։ Բայց եթե հիմա կան մարդիկ, որոնք ասում են այո իհարկե, բա դա հայրենական պատերազմ էր, այո Գերմանիայի դեմ, բա ինչ գործ ուներ Գերմանիայի հետ պայմանավորվել էիր։ Գերմանիան սեպտեմբերի 1-ին հարձակվեց Լեհաստանի վրա, սեպտեմբերի 17-ին Խորհրդային Միությունը մտավ Լեհաստան։ Բա ինչ հայրենական պատերազմ։ Եվ ոչ միայն սեպտեմբերի 17-ին Լեհաստան, Արևմտյան Ուկրաինայի մի զգալի հատված Լեհաստանի կազմում էր։ Նաև Արևմտյան Ուկրաինան վերցրեց և հետագա որոշ պրոցեդուրաներով որոշում կայացնելով միավորեցին երկու Ուկրաինաները, որովհետև Արևելյան Ուկրաինան արդեն Խորհրդային Միության կազմում էր։ Բա ինչ գործ ուներ Ֆինլանդիայի վրա հարձակվում էր նոյեմբերի 30-ին։ Եվ պատահական չէ, որ դրանից հետո 39 թվականի դեկտեմբերի 14-ին Խորհրդային Միությանը դուրս շպրտեցին Ազգերի լիգայից, որովհետև ինքը օկուպանտ է, ժողովուրդ ջան։ Եվ այն հեքիաթը, որ ասեն մենք գիծը առաջ տարանք, որպեսզի Ֆինլանդիան չօգներ Գերմանիան հարձակվեր, իսկ Գերմանիան ինչու պետքա Խորհրդային Միության վրա հարձակվեր, երբ որ 10 տարվա ուխտ էի կնքել չհարձակման պայմանագիր Գերմանիայի հետ։ Կամ Ֆինլանդիան այդ ժամանակ Գերմանիայի դաշնակիցն էր։ Գերմանիան Ֆինլանդիա զորք էր մտցրել, Ֆինլանդիան Գերմանիային օգնել է,
Արդեն օկուպացիայից հետո, արդեն Կարելյան վերցնելուց հետո պետք չի փաստերը աղավաղել 40 թվականի ամռանը Մերզբալթյան 3 հանրապետությունները վերցնելը նորից ամռանը վերցնել Մոլդովան, այսինքն Բեսարաբիան վերցնել անունը դնելով Մոլդովա, այս բոլորն արել է խորհրդային միությունը։ Ուղղակի Գերմանիան նաև հարձակվեց խորհրդային միության վրա եւ մեզ ներկայացրեցին ֆաշիզմի դեմ պայքար եւ այլ։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, եթե մարդիկ դա համարում են հայրենական մեծ պատերազմ ու այս փաստերի հետ հաշվի չեն նստում, պատմականորեն բոլորս էլ այդպես ասել ենք, որովհետև այդպես ենք տեսել, այդպես ենք իմացել, մինչև որ իմացել ենք իրականությունը։ Իրականությունը իմանալուց հետո է, եթե մարդը մնում նույն կարծիքին, ուրեմն արդեն թող մեղադրեն իրենց, թե ինչու են իրանք այդ կարծիքին մնացել, երբ որ իրականությունը իմացել են։ Այնպես որ շատ թեմայի մեջ չխորանանք, ուղղակի նայած ուզեցա ասեմ, որ այո, հարգանքի տուրք մատուցենք, որոնք կյանքը զոհել են եւ տոկոսային հարաբերությամբ, եթե նայենք խորհրդային միության, անգամ այն հանրապետությունների համեմատ, որոնք որ եղել են ռազմական թաթերաբեմ, նաեւ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ Հայաստանը չի եղել պատերազմի թաթերաբեմ, խաղաղ բնակիչ չի զոհվել, միայն զորք է զոհվել, անգամ այդ պարագայում տոկոսային հարաբերությամբ մենք ավելի շատ զոհ ենք տվել կամ նաև հավասար այն մյուս հանրապետությունների հետ, ովքեր նաև օկուպացիայի տակ են եղել ամբողջությամբ կամ մասնակի։ Այնպես որ հայ ժողովուրդը իր պարտքը կատարել է, բայց երկիրը երկիր չէր։ Այդ արդեն ուրիշ հարց է։ Հիմա նայենք հետընտրական զարգացումների հետ կապված, ինչ փուլում ենք, սահմանադրական դատանը քննության է ընդունել այն 7 ուժերի, որոնք որ դիմել են սահմանադրական դատարան վիճարկելու ընտրության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 209 որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերը։ Նշված գործերը միավորվել են եւ քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին։ Ուշադրությամբ կհետևենք կանրադառնանք այս թեմային, սահմանադրական դատարանը կարող է ուժի մեջ թողել այդ որոշումը, կարող է այլ որոշումներ կայացնել, մասնակի քվեարկության փուլը անցած է, դա պետք է աներ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը չարեց այն 3 ընտրատեղամասերում, որտեղ անվավեր էր ճանաչել։ Հիմա սահմանադրական դատարանը կարող է անվավեր ճանաչել եւ փաստորեն տեղի ունենան նոր ընտրություններ կամ ամբողջական նոր քվեարկություն լինի, այսինքն այս ձևով առաջադրվածներով նոր քվեարկություն լինի։ Կարծում եմ, որ նոր քվեարկությունը այդքան էլ տրամաբանության հետ չի համապատասխանում, որովհետև միայն չեն վիճարկում ընտրության օրը տեղի ունեցած խախտումները, այլ ամբողջ նախընտրական փուլում այն վարչական ռեսուրսի չարաշահումը, որ արեց իշխանությունը, եւ իշխանությունը, որ հատիկ ցույց էր տալիս, որ այս բոլոր ձայները ստացել են ընտրակաշառքի միջոցով։ Այսինքն իշխանության արածը տեսել ենք, իշխանությունն էլ հետևողականորեն բացատրում էր, որ այդ ձայները ստացվել են կաշառքով, իսկ կաշառքը վերջի օրը չեն բաժանել։ Նշանակում է միայն վերաքվեարկություն անել զուտ այս ամբողջ process-ին չանդրադառնալ, այդ ճիշտ չի։ Ճիշտ լուծումը կարող է լինել արտահերթ նոր ընտրություններ հայտարարելը, այսինքն արդյունքները չճանաչել եւ նոր ընտրություններ հայտարարել։ Կարող է իշխանությունը այդ տարբերակով չգնա, բայց հետո շատ լուրջ խնդիրներ է ունենալու։ Այո, կարող է ասել, ես այդքան ձայն ստացել եմ, մյուսները ապօրինի են, բայց հենց Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ ընդդիմությունը լեգիտիմ չի։ Եթե ընդդիմությունը լեգիտիմ չի, իսկ ընդդիմությունը սահմանադրական իրավունքով է այդտեղ, ուրեմն լեգիտիմ չի ամբողջ խորհրդարանը։ Իսկ արժևում ինքը դեռ շատ հարցեր ունի անելու, շատ խոստումներ ա տվել բոլոր ուղղություններով եւ դրա տակից դուրս գալու նաեւ խնդիր ունի եւ նաեւ ինչ որտեղ կարող է ժամանակ շահի, առավել եւս որ ռուսամետ ուժերի փուչիկը պայթեց, առավել եւս որ մի քանի օրը բավարար էր, որ ժողովուրդը տեսներ, որ նրանք ոչ մի բան էլ չեն անում, իսկ չգիտեն ինչ պետք է անեն։ Պետքա
գնան խորհրդարան, չպետքա գնան խորհրդարան, ընդհանրապես մանդատ վերցնեն, չվերցնեն, ոնց պայքարեն, ինչ անեն, բայց ինչ ճոռոմ խոստումներ էին տալիս, հունիսի 7-ին արդեն այդ աթոռին նստած էին։ Այսինքն նույնիսկ եթե վաղն էլ լի քվեարկություն, միևնույնն է ռուսամետ ուժերը այսքան ձայն չեն ստանա, որովհետև այդ ձայները խաբեություն էր, ոչ միայն կաշառք, խաբեություն, բլեֆ եւ շատ-շատերը, որ մտածում են, ասում են, դե լավ ժողովուրդ ջան, իրան ձայն տան գոնես Փաշինյանից պրծնենք, ախր դուք ոնց եք Փաշինյանին ուղարկելու, դուք այդքան ձայն չեք ստանա, բայց ժողովուրդը տեսավ, թե ինչպես են իրենք խաբված, այսինքն եթե ընտրությունը նույնիսկ լինի նորից, նրանք այդքան ձայն չեն ստանա, եւ այն մարդկանց, որոնց խաբում էին, հանկարծ ձայները չփոշիացնեն, գնանք նրան ձայն տանք, որ Փաշինյանը գնա, Փաշինյանն էլ ասեց ժողովուրդ ջան, եկեք տանում են երգիրը ռուսները, եկեք ինձ օգնեք, որ չտանեն, դուք տեսաք ընտրությունը իրականում ինչ ձևով գնաց, ինչ գաղափար, ինչ ծրագիր, ինչ այլ ընտրանք, դե տեսաք։ Այնպես որ կտեսնենք թե ինչ է անում, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը, եթե նույնիսկ այդ ճանապարհով գնա, որ ասի չէ հաղթել ենք ու վերջ, հետագայում խնդիրներ է ունենալու, բացի սահմանադրությունը փոխելու, հետագայում շատ հարցեր։ Այնպես որ ես նաև ուզում եմ այս առիթով նաև ասեմ, շատերը որ արդեն համարում են process-ը ավարտված, շատ բաներ նոր է սկսվում եւ պետք է նկատի ունենալ, որ այո, պետք է լրջորեն նախապատրաստվել ոչ միայն հաջորդ ընտրություն այլ նաև հաշվի առնել, որ ցանկացած արտահերթ գործընթաց կարող է լինել, թե առաջիկա օրերի ընթացքում, թե շատ թե մի քիչ ավելի ուշ ժամանակ, բայց դա երբեք չի բացառվում, հաշվի առնելով որոշակի լարված իրավիճակ աշխարհում եւ մեր երկրում։ Եվ լավ գիտեք, որ Հայաստանի շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը ասել է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եւ ասել է բոլորի շուտ իր հայտարարությունը որևէ ձևով պայմանավորված չի ոչ Նիկոլ Փաշինյանի ասացի հետ, որ լեգիտիմ չի համարում նրանց, ոչ էլ ռուսամետ ընդդիմության, որ լեգիտիմ չի համարում իշխանությանը։ Ինքը ընդհանրական գնահատական է տվել ընդհանրապես ընտրության վերաբերյալ բոլորին եւ դրա համար եւ նաեւ ցույց է տվել, որ մենք կոնֆլիկտի կողմ չենք, ոչ միանալու ենք նրանց, ովքեր հավաքում են ընդդեմ իշխանության, ոչ էլ միանալու ենք իշխանությանը ընդդեմ նրանց, որ ասենք կաշառքով եկեք լեսեկար, հայտարարությունը այն քայլներ, որով ցույց տրվեց վերաբերմունքը այս ընտրությունների նկատմամբ։ Մնացած արդեն զարգացումները պետք է այո մնալ ճիշտ հստակ այլընտրանքային դիրքում, ոչ թե դառնալ կոնֆլիկտի կողմ։ Դե զարգացումները կտեսնենք եւ այդ մասին կխոսենք։ Եվ դրա համար, քանի որ անընդհատ մենք խոսում ենք այն մասին, որ դեռ process կա եւ այդ process-ում շատ կարեւոր է, որ մենք ակտիվ ներգրավված լինեինք եւ կարողանայինք ավելի մեծ հնարավորություններ ունենանք, մինչեւ մյուս թեմաներին անդրադառնալը ասեմ, որ նաև կայքի հետ կապված ձեր աջակցությունը գիտեք ինչքան կարևոր է, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ ձևով տարածեք, դուք տեսնում եք, որ լուրջ անելիք ունենք այս ուղղությամբ, եթե նաև ցանկություն կունենաք աջակցելու կայքին, դա էլ նյութի նկարագրական մասում կա բոլոր տարբերակները, սկսած բանկային փոխանցումով, արագ փոխանցում, քարտային փոխանցում, իդրամի տարբերակ, PayPal, Patreon տարբերակ, բանկային փոխանցումը նաև վերաբերվում է հասարակական կազմակերպությանը, բարեկեցիկ անվտանգ Հայաստան, որի նախագահը ես եմ եւ ինչքան շատ աշխատանք մենք կարողանայինք անել նաեւ հասարակական գործունեությամբ մեր հասարակությանը ներկայացնենք մեր ծրագրերն ու գաղափարները, համենայն դեպս շատ բնակավայրերում ուղղակի մենք ներկայացված չէինք, մարդիկ ուղղակի տեղյակ չէին։ Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կուսակցության նկատմամբ ավելի կոշտ պահանջներ ա դրած, թե ինչպես ֆինանսավոր են որ ծրագրերն անեն եւ այլ, գիտեք, կուսակցության օգնության հետ կապված կամ կազմակերպական հարցերում ակտիվ լինելու կամ անդամագրվելու կուսակցությանը կդիմեք կուսակցության գրասենյակ եւ ձեզ ամեն ինչ հանգամանալից կասեն ինչ անեք, բայց եւ իմացաք, որ թե հասարակական կազմակերպությունով, թե կայքով մենք շատ անելիք ունենք։ Հետո շատ-շատերը որ դժգոհում եք, ասում եք, ախր տեղեր կան, որ ձեզ չգիտեն եւ այլ, դե պետք է նենց անենք, որ կարողանանք, չէ՞ անենք, ժողովուրդ ջան։ Մենք տեսել ենք վարչական ռեսուրս ունեցող իշխանության եւ միլիարդատերների բանակի դեմ ենք պայքարել, չէ՞։
Հիմա անցնենք առաջ, տեսնենք ինչ է կատարվում։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնով այսօր հունիսի 21-ին դերերեք էր ասել, Ղրիմի լցակայաններում դադարեցվել է վառելիքի բաց թողումը, ինչպես կանխիկ եւ անկանխիկ հաշվարկով, այնպես էլ կտրոններով, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար։ Վառելիք կտրամադրվի միայն պետական ծառայություններին, որոնք ապահովում են Ղրիմի հանրապետության կենսագործունեությունն ու անվտանգությունը։ Հիմա տեսնենք։ Դա ինչից եղավ, որ Ուկրաինան շատ ծանր հարվածներ հասցրեց Ղրիմին, նաև կամրջին, բացի դրանից էլ գործնականում դարձնում է Ղրիմը կղզի, եւ շատ խուճապահար մարդիկ փորձում են փախնել, բայց նույնիսկ այդ պարագայում չեն էլ կարողանում Ղրիմի կամրջով անցնել, փախնել, մտածում են մյուս ցամաքային ճանապարհով գնալ, որը որ անվտանգ չի, պարոմներն էլ չեն աշխատում, նրանց էլ հարվածներ հասցրեց Ուկրաինան եւ էդ էլ որպես տարբերակ չեն կարողանում օգտագործել, մի խոսքով շատ ծանր խուճապահար վիճակ է Ղրիմում։ Սա է Ղրիմն է, որի պատճառով Ռուսաստանը իր հարաբերությունները փչացրեց Արևմուտքի հետ, սա է Ղրիմն է, որի պատճառով Եվրոպան սանկցիաներ կիրառեց, սա է Ղրիմն է, որի պատճառով մեծուտնյակից իրան հանեցին եւ այս է Ղրիմն է, որ եւ Ռուսաստանն ասում էր իմ արտաքին քաղաքական առաջնահերթությունը Եվրամիությունն է, հետո Ամերիկան, նոր հետո ԱՊՀ-ն, բայց երբ որ ինքը սանկցիաների տակ ընկավ, դրանից հետո արդեն թեքվեց դեպի արևելք, արդեն թշնամի դարձավ Եվրոպան, ով էր դրա մեղավորը։ Այդ ամեն ինչը արվում էր ինչի համար, որ Սևաստոպոլի նավատորմը Սևծովյան կարողանար ընդեղ Ուկրաինայում մնար, Ուկրաինան էլ ինչ է անում, պարբերաբար երկարաձգում էր էլի։ Հա, առիթ եղա, որ ասես կգա մի ժամանակ, որ կհանենք, բայց մեկը երկարաձգում էր։ Ռուսաստանը մտածում էր, բա ինչի Ղրիմը կորցնեմ, Սևծովյան նավատորմը հանեմ այդտեղից, կամ թե չէ այդքան փող տամ, ավելի լավ է Ղրիմը գրավեմ, հարցերը լուծեմ։ Գրավեց Ղրիմը, ծախսերը պակասեցին, բա ինչքան գումար է ծախսում այսօր այդ պատերազմը առաջ տանելու։ Բա ուր է այդ նավատորմը, որի համար գնաց հարևանի տարածքը վերցրեց։ Սևծովյան նավատորմ ունի Ռուսաստանը, կարող է ասի դա որտեղ է։ Եվ ոչ միայն դա չկա Սևաստոպոլում։ Սևաստոպոլի ղեկավարներին անգամ ընտանիքներով ընդեղից հանում են։ Այսինքն ասում են էլ այդ հետդարձ չկա, ժողովուրդ ջան, իսկ նրանք լավ ինֆորմացված մարդիկ են, որ գիտեն, որ իրանք այլևս հետ չեն գալու, որովհետև Ռուսաստանը կորցնում է Ղրիմը։ Այս ամեն ինչը նաև ինչի համար էր, ինչ էր արածը։ Այս է Ռուսաստանն է, որ մարդիկ այսօր, այս ընտրությունների հետ կապված կռիվ են տալիս, թե ոնց Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնեն։ Ժողովուրդ դուք չեք տեսնում ինչա կատարում, չեք տեսնում Մոսկվայում ինչա կատարում, բենզինի հերթերը չեք տեսնում ինչա կատարում, բիզնեսների փակվելը չեք տեսնում, որ հիմա արդեն կենտրոնական բանկի ղեկավարն ասում է միակ ռեսուրսը, որը մնացել է երկրում, դա մնացել է մարդկանց խնայողությունները բանկերում։ Այդ փողերը մենք պետք է վերցնենք, մենք չենք կարող այդ փողերն իրանց տանք։ Դրան էիք սպասում։ Բիզնեսը մինչև վերջ պետք է փողը ձեռքերից վերցնենք, որովհետև բա ինչ անենք։ Էս է վիճակը, ժողովուրդ ջան, դուք մեզ ինչ եք առաջարկում։ Բա նայեք, մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Վորոնեժի մարզի հարվածները մի հատ նայեք։ Ուկրաինան արդեն դրոններն ասում է 3000 կիլոմետր, արդեն ես խփում եմ, այնպես որ չասեք, որ ինչ սահմանային գիծ, ինչ չգիտես ինչ։ Այսինքն գործնականում անվտանգ տեղ չկա։ Որոշ տեղեր, որոնք ավելի հեռու են, ահաբեկչական քայլերով էլ ապացուցել են, որ կարան հարված հասցնեն, եւ հիմա գործնականում Ռուսաստանը պարալիզում, եւ դա ամենաշատ երևում է նաեւ Մոսկվայում։ Շատ են չարչարվում Մոսկվան պահեն ու չի ստացվում։ Հիմա մենք կանգնենք ու ասենք, սա իրանց կռիվն է, մենք դրա հետ կապ չունենք։ 2014 թվականի Ղրիմի հետ կապված տասնյակ հրապարակումներ ունեմ, դեռ 14 թվականի մեկ մեզ պարբերաբար հիշացնում եմ ձեզ, որ այս ինչ էիք անում, գովաբանում էիք, որ Ռուսաստանը օկուպացրել էր Ղրիմը։ Դուք չհասկացաք, որ հավաքական արևմուտքին դեմ գնացիք, հետո էլ ասում եք, բա Ղարաբաղի հետ կապված մեզ չօգնեցի արևմուտքը, բա ինչու մեզ չօգնեց, բա դուք ում գործընկերն էիք, որ ձեզ օգներ։ Այդ մարդիկ սանկցիաների պատճառով իրանց տնտեսությունն էլ էր տուժում, իրանց հարկատուն էլ էր տուժում։ Բա ինչի՞ պետք է նա ձեզ ողջուներ։ Այսինքն դուք ում էիք ողջունում։ Այս ամեն ինչը անցել է մեր գլխով, ժողովուրդ ջան, եւ
պետք է նաև դասը լինի մեր մոտ, առավել ևս որ մենք գիտենք, որ կարճ ժամանակ հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնա Ռուսաստան ու պայմանավորվի, որ այս սանկցիաների հետ կապված Ռուսաստանի եկեք վերանայենք, բարելավենք վիճակը ու դրանից հետո արդեն պարզ կդառնա, թե Ռուսաստանը շնորհավորում է Փաշինյանին, թե չէ, դա էլ իհարկե կախված է նրանից, թե ընտրության արդյունքների հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ կասի։ Եվ այս պարագայում դուք պատկերացրեք, հետո էլ Եվրոպան էլ ասի ժողովուրդ, ձերներ տեղը ոնց որ ձեր կողքին էինք։ Մենք շատ անելիք ունենք, որ հանկարծ հայ հասարակությունը դժվարությունների չկոտրվի ու ասի, այ որ Ռուսաստանի հետ լավ լինեինք, հիմա sense problem չէինք ունենա։ Դա ինձ ավելի կոպիտ սխալ չկա ժողովրդյան։ Պետք է հետևողականորեն առաջ գնալ, տեսնել համառորեն ինչպես են մարդիկ պայքարում իրանց պետության շահերի համար։ Քանի մարդ էր ծաղրում Զելենսկուն, թե ինչ է կռվում, շուտ հանձնվի։ Հիմա դուք տեսնում եք ինչա կատարվում։ Հիմա դուք տեսնում եք Մոսկվայի գլխին ինչ օրինա դնում Ուկրաինան։ Բա դուք ուր էիք մեզ տանում, որ այդքան ասում էինք ժողովուրդ ջան, լամիատ նայեք աշխարհում ինչա կատարվում։ Հիմա այսօր 26 թվականի ընտրությունը, համարենք այս ընտրությունը այս ձևով մնում, ոչ մի բան չի փոխվում։ Խորհրդարանը մնում է երկու ռուսամետուշ, մեկ էլ մի հատ բալանսիրովչիկ, որը որ ասում է բոլորին բալանսավորում ենք ու արդյունքում դա կոչվում է բոլորին խոստում ենք տվել։ Ու հաստատ մենք գիտենք, որ գնալու է Ռուսաստան, ասի բերեք հարաբերությունը, կարգավորենք ընտրությունը պրծավ, դե մենք իրար հետ ջանջիգար ախպերություն։ Ձեզ թվում է հանկարծ, որ նույնիսկ այս ամեն ինչը Ղրիմին հարվածելն ու Մոսկվային հարվածելը մեր իշխանությանը դասալնելու, որ պետքա Ռուսաստանի ծերես թեքել, չկասկածեք, որ նա գնալու է եւ շարունակի այդ ծրագիրը։ Արդյունքում մենք ինչ ենք ունենալու ժողովուրդ ջան։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա։ Ռուսաստանը, Բելարուսը, Ղազախստանը, Ղրղստանը ցանկանում են, որ Հայաստանը հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին անդամակցության հարցում։ Պատահական չէ, որ մայիսի 29-ի միության 4 երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում համապատասխան համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը, որը հայկական սահմանադրությամբ նախատեսված միակ մեխանիզմն է վերպետական միջազգային կազմակերպություններին այդ երկրի անդամակցության վերաբերյալ որոշումների կայացման համար։ Հերթական անգամ Ռուսաստանի պաշտոնական տեսակետն է, որ պետք է հանրաքվե անել, բայց հանրաքվեի անհրաժեշտությունը այս պահին չկա, որովհետև վերպետական կառույցին անդամակցության կամ անդամակցությունը վերանայելու հետ կապված, այո, հանրաքվեի հարց կլինի, բայց այսօր Հայաստանի իշխանությունները դիմում չեն գրել, որ դուրս գան ԵԱՏՄ-ից, եթե այդ 4 երկրները ցանկանում են Հայաստանին հանել, կարող են որոշում կայացնել։ Եթե դեռ որոշում չեն կայացրել, ուրեմն ասել Հայաստանի շատ արագ հանրաքվե արա, իսկ ինչ վերաբերվում է Եվրամիության անդամակցության հետ կապված, կառավարությունը կարող է ինքը դիմում գրել անդամակցության եւ դա ընթացակարգով անցնելուց վերջին փուլում է անհրաժեշտ հանրաքվե։ Հանրաքվե, եթե անհրաժեշտությունը առաջանա, այն էլ քաղաքացիական նախաձեռնությամբ զուտ մտածում ենք նրա համար, որ այդ հանրաքվեով պարտադրեինք իշխանությունը դիմում ներկայացնի, այս զուտ դիմում ներկայացնելու համար, բայց վերջնական արդյունքի համար է պետք հանրաքվե անել, պետությունը մտնում է այդ վերպետական կառույց, թե ոչ, այսինքն այս հարցում հաստատ իրանք սխալ են ասում, բայց ուրիշ հարց կա, իրանք ասում են արագ կողմնորոշվի, մենք քեզ թույլ չենք տա մանևր անել, այսինքն սա նշանակում է, որ նաև իրանք այն դժվարությունները, որ մենք ունենք, ոչ թե մենակ այն պատճառով, որ Հայաստանը երես է թեքել ԵԱՏՄ-ից կամ Ռուսաստանից, այլ որ փորձում է խաղեր տալ Ռուսաստանի հետ։ Ասում են խաղեր մի տա, որովհետև եթե կտրուկ ձևով թեքվեիր դեպի Եվրոպա, շատ ավելի մեծ ակնկալիք կունենայիր, քան հիմա ունես։ Բայց առայժմ այստեղ ընդեղից ոնց որ թե դուրս չենք գալիս, ընդեղ էլ չենք մտնում եւ այն կողմը նեղանում ասում տենց է չհասկացան քո արածը, այն կողմն էլ սանկցիաներ է կիրառում, որովհետեւ ասում է չփորձես հանկարծ խաղեր տաս։
Այսինքն դրա համար պետք է, այսինքն սա արդեն պետք է ցույց տա, որ մեր իշխանությունները պետք է այդ հարցում ավելի վճռական լինեն դեպի Եվրամիություն քայլ կատարելու հարցում։ Եվ շարունակում է Մարիա Զախարովան։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր համար անընդունելի է մեր հաշվին դեպի Եվրամիություն գնալու վերաբերյալ զուտ սպառողական մոտեցումը։ Ինչպես բխում է առաջնորդների հայտարարությունից, եվրասիական ինտեգրման գծով մեր գործընկերները նույն կարծիքին են։ Այսինքն, եթե որոշել ես գնաս, թեկուզ ինչ-որ ժամանակ հետո որոշումդ կայացրու այսօր, եւ եթե դու ես գալի, դուրս արի հիմա։ Եթե դու չես գալի, խաղեր ես տալիս, քո դեմել են խաղեր տալիս, ասում են ապրանքը տանվորակ է եւ այլ եւ այլ։ Այսինքն, այս հարցում էլ իշխանությունները ստիպում են, որպեսզի ինքը կողմնորոշվի։ Եթե պետք է ստիպված լինի գնալ նորից հավատարմության երթում տալ այս ճահճի մեջ գտնվող Վլադիմիր Վլադիմիրիչին, խայտարակության ամբողջ մասշտաբը պատկերացնում եք։ Դե հասկանում եք, եթե խորհրդարանում էլ այս ռուսամետ ուժերն են, ինչպիսի բեռը հանգնելու արտախորհրդարանական ուժերի վրա, որոնք մեր երկրի ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում։ Հիմա նայենք Իրանի հետ կապված, որովհետև շատ կարևոր է մեզ համար, այդ հարցը կարգավորված չի, լավ էլի հիշացնեմ, որ մեր իշխանությունները մարախ մտած ոչ մի ձեն չեն հանում Իրանի հետ կապված, իբր թե տենց բան չկա, մեր հետ կապ չունի, իրանց համար իրանց գործերով են զբաղվել, բայց բավականը հուշագրի անունը լսեցին ոգևորված, դա մեր խաղաղության խաչմերուկը լիարժեք կդարձնի, այսինքն բացահայտեցին, թե իրանք ինչպես են սրտատրոփ սպասում հարցի կարգավորմանը։ Դե եթե այդպես սրտատրոփ սպասում եք, մի հատ տեսնենք, թե ինչ փուլում ենք մենք այդ հարցում գտնվում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերցնել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, եթե չկարողանար համաձայնության հասնել Իրանի հետ, եւ սպառնացել է Շվեյցարիայում բանակցություններ վարող իրանական պատվիրակությանը։ Մենք կարող ենք վերցնել նեղուցը, եթե անհրաժեշտ լինի, եթե նրանք գործարք չկնքեն, մենք անցման համար վճար կգանձենք։ Դուք կփակեք այն եւ այլևս երկիր չեք ունենա, դուք նույնիսկ չեք կարողանա վերադառնալ ձեր անիծյալ երկիրը, հայտարարել է Թրամփը, դիմելով իրանցի բանակցողներին, սպառնալով հարվածներով։ Իրանը պետք է անհապաղ դադարեցնի խնդիրներ ստեղծել Լիբանանում իր բարձր վարձատրվող պրոքսիներով։ Եթե նրանք դա չանեն, մենք կրկին շատ ուժեղ հարված կհասցնենք Իրանին, ինչպես անցած շաբաթ, միայն ավելի ուժեղ։ Իհարկե, Լիբանանի հետ կապված ներողություն։ Դոնալդ Թրամփը չի կարողանում ճնշել Իսրայելին, դե տեսնում է Իսրայելին չի կարողանում, ասում է մեր եք միջել Իրանին ճնշենք, էլի, մեկ Իսրայելին չենք կարող, որտեղ Իսրայելը անդադ ասում է մենք այսպես պետք է վարվենք ու վերջ, անկախ նայած Թրամփը ինչա որոշում։ Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը՝ ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի։ Իրանի բանակցային պատվիրակության անդամը հայտարարել է, որ երկխոսությունը չի վերսկսվի, քանի դեռ Լիբանանում ռազմական գործողությունները չեն դադարեցվել։ Իհարկե, այնպես չի, որ աշխատանքային խումբը աշխատանքը շարունակելու համար չի մնացել եւ շարունակել, բայց այս ձևի կոշտ ձևով ամեն դեպքում հակադարձեց Իրանը, բացի դրանից էլ Շվեյցարիայում ամերիկյան պատվիրակությունը եւ հանդիպման կազմակերպիչները ծրագրել էին, որ բանակցությունների սկզբում տեղի կունենա ձեռքսեղմում եւ իրանական ու ամերիկյան պատվիրակությունների համատեղ լուսանկարվելու արարողություն։ Իրանական բանակցային խմբի ղեկավարը եւ թիմի անդամները դեմ են արտահայտվել այս ձևականություններին եւ հայտարարել, որ չեն մասնակցի ամերիկյան պատվիրակության հետ լուսանկարվելուն։ Դե պատկերացնում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է տենց Իրանի հետ նկարվի, Իրանն էլ լայախ չի անում իրանց հետ նկարվի։ Այս ձևով են բանակցություն վարում։ Եվ հիմա ասենք, որ հարցը լուծված է, բնական է հարցը լուծված չէ։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, իդեպ պատվիրակության ղեկավարը Իրանի կողմից։ Միթե նրանք չեն հասկանում, որ եթե իրենք սպառնալիքները երբևէ արդյունք տված լինեին, այսօր չէին հայտնվի այսքան հուսահատ վիճակում։ Մենք ամերիկյան սպառնալիքները լուրջ չենք ընդունում։ Նրանք ավելի լավ է հետևեն իրենց խոսքերին։ Մեր զինված ուժերը լիովին պատրաստ են նրանց այլ պատասխան տալու։
Հիմա պատկերացրեք բանակցային process-ի ընթացքում մթնոլորտը այսպիսին է։ Իհարկե, երկու կողմն էլ ասում են, որ դրական արդյունք ունեն նախնական բանակցությունների հետ կապված, բայց գիտենք, որ սա ընդամենը հուշագրի շրջանակներում է խոսակցությունը գնում, դեռ համաձայնագրի մասին չի խոսքը։ Այսինքն սա ընդամենը նախնական փուլում չեն կարողանում նորմալ ձևով նստեն բանակցային սեղանին եւ հարցերը լուծեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ: Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա։ Դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը, բայց Փեզեշքյանը պետք է զգույշ լինի իր հայտարարությունների մեջ, նկատի ունի Իրանի նախագահին Մասուդ Փեզեշքյանին։ Նա պետք է կարգի բերի իր երկիրը, հակառակ դեպքում մենք կգրավենք երկրի մնացած մասը։ Հետաքրքիր է, որ մասն են գրավել, որ հիմա մնացածն են գրավելու։ Բայց Իսրայելը շարունակում է ամեն դեպքում իր պահանջները ներկայացնել։ Ընդամենը մի պահ դադարեցրեց հարձակումը հարվածները Լիբանանին, բայց հիմա որպեսզի այդ բանակցության հետ կապված մեղքը իր վրա չգցեն, բայց հիմա նորից ինքը իր պահանջները ներկայացնում է։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կաց: Իսրայելը չի պատրաստվում հրաժարվել իր ռազմական գործողություններից եւ կշարունակի գործել այն վայրերում, որտեղ տեսնում է սպառնալիք իր զինվորների կամ քաղաքացիական բնակչության համար։ Իսրայելական զինուժի գործողությունների համար Լիբանանում սահմանափակումներ չկան եւ չեն լինելու, եթե դրանք ուղղված են սպառնալիքների դեմ պայքարին։ Իսրայելը չի հեռանա Լիբանանում, Սիրիայում եւ Գազայում գտնվող անվտանգության գոտիներից, ընդգծելով, որ ոչ ոք չի կարող ասել ինչ անել։ Դե ում նկատի ունի ոչ ոք չի կարող ասել։ Ասողը մենակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Իսրայելը ակնկալում է ԱՄՆ-ի դիվանագիտական աջակցությունը իր հակառակորդների դեմ գործողությունների համար, նշել է նախարար Կացը։ Էդ էլ հիմա փաստորեն տեսակ ինչ է։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյան: Իրանը մտադիր չէ ատոմային ռումբ ստեղծել, մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից եւ մյուս կողմը նույնպես ստիպված կլինի ընդունել դա։ Այսինքն ատոմային ռումբ էսպես թե այնպես չէինք ուզում ստեղծենք, բայց խաղաղ ատոմ ծրագիրը շարունակելու ենք։ Իսկ Ամերիկան եւ Իսրայելն ասում են՝ խաղաղ ատոմ ծրագիրը շարունակեցիր, բավարար չափով ուրանը հարստացրեցիր, դրանից շատ կարճ ժամանակ հետո դա արդեն կկարողանաս զենքի վերածես, առավել եւս հազիվ է համաձայնվել Իրանը, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարող են գալ եւ նաեւ վերահսկողություն սահմանել, բայց ինչ-որ միտեղ Ամերիկան նաեւ մտածում է կարող է այնպիսի լաբորատորիաներ արդեն ստեղծած լինեն, որը որ ՄԱԳԱՏԷ-ի ձեռքը չհասնի, ֆիզիկապես տեղյակ էլ չլինի, թե այնտեղ ինչ է կատարվում։ Եվ շարունակությունը Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սահարը հայտարարել է, որ իր երկիրը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով չի հեռանա հարավային շրջաններից։ Ահա այն, որ ասում ենք այդ հարցը կարգավորված չէ, ինչ է լուծվել, որ հարցն է կարգավորված լինի։ Կողմերի մոտեցումները տրամագծորեն տարբեր են՝ Իրան, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայել։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայել Բաղայի: Իրանը ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների եւ իրանական միջուկային ծրագրի հարցերով բանակցությունների նոր փուլ չի սկսի, քանի դեռ Լիբանանում հրադադար չի հաստատվել։ Այսինքն աշխատանքային խումբը եթե քննարկեն էլ անորոշ ժամանակ կա պահանջվել, որտեղ չգիտեն ինչ անեն, մինչև վերջնական համոզված լինեն, ու դուք տեսնում եք ոնց է Լիբանանի հետ կապված պնդում Իրանը։ Այն դեպքում Իրանը շատ մեծ մեղքեր ունի, որ Լիբանանը այսօր այս վիճակում է, բայց հարցը դա չի, ինքը ուզում է ցույց տա ինքը այնքան իր ուժերի վրա վստահ ու բանի տեղ չի դնում Ամերիկայի սպառնալիքները, որ կարա անգամ բանակցությունները ձախողի Լիբանանում պատերազմը չդադարելու եւ զորքերը չհանելու պատճառով։ Եվ դա Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստոլիուսը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Հորմուզի նեղուցը փակելու մեջ, կոչանելով վերաբացել կենսական նշանակություն ունեցող ջրային ուղին։ Ի վերջո Հորմուզի նեղուցի շշի բերանը այդ ճակերտների մեջ խցանել է Դոնալդ Թրամփը, այլ ոչ թե մենք, բայց մենք շահագրգռված ենք այն նորից բացելու հարցում։ Նեղուցի բացումը կամ դրանով անվտանգ բացումը բխում է Եվրոպայի շահերից, մեր էներգամատակարարման եւ տնտեսության վերականգնման շահերից։ Այսինքն սա էլ Եվրոպայի վերաբերմունքը, չմոռանանք, որ Բորիս Պիստոլիուսը նաեւ Օլաֆ Շոլցի կաբինետում էր պաշտպանության նախարար եւ բավական լուրջ պրոֆեսիոնալ, որը որ համենայն դեպս կարողացել է ցույց տա, որ ինքը այնպիսի կադր է, որ անգամ նոր վարչապետը ցանկացավ, որ նա մնա աշխատի։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս Միացյալ Նահանգների վարչակազմն ունի գործողությունների բազմաթիվ տարբերակներ, եթե նրան չհաջողվի կարգավորման հասնել Իրանի հետ։ Այսինքն նորից դա ցույց է տալիս, որ ավելի մեղմ ձևով ահաբեկելը, որ ինչի մասին է խոսքը, որտեղ իրանք չեն հավատում, որ գալու են հաջողության, հասնելու են հաջողության։ Այսինքն եթե իրանք հաջողության հասնելու ճանապարհին լինեին, ոնց որ ցույց է տալիս բանակցության ընթացքը, նման հայտարարությունը փոխնախագահ, որը պատվիրակության ղեկավարն է, այսպես չպետք է ասեր, հա դե եթե չստացվի, ուրիշ բան կմտածենք։ Իսկ հիմա նայենք Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է իր հրաժարականի մասին իշխող լեյբորիստական կուսակցության падգամավորների կողմից վստահության կորուստի կապակցությամբ։ Սթարմերը նշել է, որ Բրիտանիայում իշխող լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին։ Սթարմերը նշել է, որ կշարունակի Մեծ Բրիտանիայի վարչապետի լիազորություններն իրականացնել մինչև իր իրավահաջորդի ընտրվելը։ Լեյբորիստական կուսակցության առաջնորդը կընտրվի, կարող է նաև մինչև նոր վարչապետ ընտրվելը անգամ մինչև սեպտեմբեր ձգվի, բայց հարցը դա չի, մարդը արդեն հայտարարել է իր հրաժարականի մասին, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա, մաղթում եմ նրան ամենայն բարիք, Մեծ Բրիտանիայի վարչապետը խայտառակ կերպով ձախողվել է ներգաղթի և էներգետիկայի հարցերում։ Իհարկե Դոնալդ Թրամփի այս կարծիքը, որ արդեն հրաժարական տվող մարդու նկատմամբ սենց չարախնդալը, դա ցույց է տալիս իր կերպարը, դե մենք արդեն իր կերպարին վաղուց ծանոթ ենք, թե ինչպես չի կարելի լինել այդպիսի բարձր պաշտոնին, ինչպիսի որակներ չպետք է ունենա այդ տրամաչափի բարձր պաշտոնը։ Դե մենք արդեն գիտենք, Ջորջը Մելոնիին տեսանք Իտալիայի վարչապետին, էլ ենք տեսնում ենք Մակրոնի մասին ինչ էր խոսում, Քիր Սթարմերը պինդ կանգնած է եղել եվրոպական շահերի կողքը և նույնիսկ չի ցանկացել մնա որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների սերտ դաշնակից ընդդեմ Եվրոպայի, անգամ նույնիսկ որպես միջնորդ չլիներ Ամերիկայի և Եվրամիության միջև, ինքը ուղղակի կանգնած էր Եվրամիության շահերի կողքին և դա էր պատճառը, որ նաև Դոնալդ Թրամփը ասում էր, որ ինքը դե Սթարմերը Չերչիլը չի։ Գիտենք, որ Սթարմերը Չերչիլը չի, բայց նաև գիտենք, որ դու էլ շատ հայտնի նախագահներ հաստատ չես։ Բայց հիմա խնդիրը ինչու՞մ է։ Նույն ձևի ձևակերպումներով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիև ինչ է ասում։ Սթարմերի հրաժարականը կարևոր ազդակ է Եվրոպայում պատերազմ հրահրողների համար։ Դմիտրիևը նշել է, որ ավելի քան 1 տարի կոչ էր անում Սթարմերին կատարել այդ քայլը, արձագանքելով նրա սադրիչ քաղաքականությանը, որը նպաստում է պատերազմի հրահրմանը, միգրացիոն քաղաքականության ձախողումները և հանցավորության աճը, ինչպես նաև էներգետիկայի և տնտեսության ոլորտներում թույլ տրված սխալները։ Ինչու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ կարծիքը նույն մարդու մասին այդքան նույնն է, ժողովուրդ ջան, անհարմարության աշճան նույնը, ամաչելու աշճան նույնը։ Բայց ասեմ ևս մեկ անգամ, որ այո, Քիր Սթարմերը իր լեյբորիստներն եկան իշխանության պահպանողականների տևական ժամանակվա աշխատանքից հետո ձախողումների ֆոնին, որ նա լուրջ խնդիրներ կար նաև տնտեսական քաղաքականության հետ կապված, սոցիալական քաղաքականության հետ կապված, համենայն դեպս իրանք եկան այդ դժգոհության ալիքի վրա պահպանողականների, ինքը չուներ հակաճգնաժամային ծրագիր, դրա մասին շատ ենք խոսել և բնական է չէր կարող բարձր վարկանիշ ունենալ ժողովրդի մեջ, բայց այն ձևը, այն կերպ ինչպես ինքը իրան պահեց, դա արժանի է շատ բարձր գնահատականի։ Եթե իրենց ընտրողը իրան չեն գնահատում, բերեք մենք գնահատենք, որովհետև ինքը պինդ կանգնեց այո եվրոպական համաեվրոպական շահերի կողքին, նախկիններին չքննադատեց վարած արտաքին քաղաքականության, որ այսքան խնդիր ունենք, ինչ էիք Ուկրաինային օգնում, ընդհակառակը այդ մասով շարունակեց այնպիսի քաղաքականություն, որ դրսից անգամ չնկատեցին, որ փոխվել են լեյբորիստներն, եկել են փոխարինել են պահպանողականներին։ Երկրի ներսում փոփոխությունը կտեսնեին, այսինքն երկրի ներսում նա կարող էր չունենալ վստահություն հասկանալի պատճառներով, բայց նրա արածը
անգնահատելի էր, հետագայում մարդիկ ուղղակի դրա հետ կապված իրանց վերաբերմունքը կունենան։ Ու մեկ է լեյբորիստական կուսակցության ընտրություններն եղել է 2024 թվականին, 5 տարով 2029, այսօր նոր ընտրությունների հարց դրված չէ, արտահերթ ընտրությունների նշանակումը կփոխվի վարչապետը, կշարունակեն լեյբորիստները, այնպես որ այդ չարախնդալն ու ուրախանալը, որ Ստարմերը գնաց, Ստարմերը կգնա, մի ուրիշ լեյբորիստ կգա, այսինքն դրանից էական փոփոխություն լինել չի կարող, բայց Քիր Ստարմերին, Էմանուել Մակրոնին եւ Ֆրիդրիխ Մերցին մարդիկ որոշ ժամանակ հետո, երբ որ նրանք կլինեն անցյալ ու պատմություն, համենայն դեպս իրանց միայն լավով կհիշեն, որովհետև այդ դժվարությունները կհասկանան, որ մի օրում կարգավորվող բան չէր, բայց այն հարցերը, որոնք լուծել են դրանց մասին վերաբերմունքը կլինի բավական լուրջ ձևով դրական։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Բելարուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի ցույց տալու համար, որ Մինսկը չի օգնում Մոսկվային Կիևի դեմ լայնածավալ պատերազմում։ Ուկրաինայի նախագահն ակնկալում էր, որ Լուկաշենկոն կձեռնարկի կոնկրետ գործողություններ, այլ ոչ թե ներողություն կխնդրի։ Եկե Լուկաշենկոն ներողություն խնդրեց վախվորած, հասկացավ, որ նաև հարված կուտի, ուլտիմատումի ավարտին դեռ մի քանի օր կա, Զելենսկին, որ ասեց՝ դու օգնում ես Ռուսաստանին խետքդ գլուխը թավակի, Լուկաշենկոն հասկանում է, որ կարող է ծանր հարվածներ ստանա, որոշակի ինֆորմացիա տարածում են, որ արդեն Ուկրաինան այդ հարվածները հասցնում է, այլ ոչ թե նենց հրապարակային, այլ տակից այդ գործողություններն անում է, շարքից անում է որոշ կայաններ, Բելարուսի, այնուամենայնիվ Բելարուսը ստիպված է լինելու ընդունի ուլտիմատումը, այլապես ինքը կունենա լուրջ խնդիրներ։ Եվ պատահական չէ, որ շատ է խոսում, որ նաև Եվրոպայի հետ պետք է երկխոսություն լինի, բայց Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան շտապեց հայտարարել, որ Եվրամիությունը այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունների, այլ նրա վրա ճնշում գործադրելու եւ Ուկրաինային աջակցելու ուղիների մասին։ Եվրամիությունը չի ցանկանում միջնորդ լինել, այն կանգնած է Ուկրաինայի կողքին եւ աջակցում է Ուկրաինային։ Նույնպես դուք տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում, քանի 100 անգամ ասացել ենք, աշխարհը ինչ է մտածում, ինչ է քննարկում, ինչ է կատարվում աշխարհում, իսկ մենք դեռ 26 թվականի ընտրություններին կռիվ ենք տալի, թե ով պետք է Պուտինի շահերը սպասարկի։ Այս խայտառակությամբ մենք 5 տարով խորհրդարան ենք ընտրում, ժողովուրդ ջան, ու համարում ենք դա սպասարկում է մեր ժողովրդի շահերը, դրամատրությունները, նպատակները, այո։ Եվ մեկ էլ աշխարհին համահունչ է մեր խորհրդարանը, որ միակ ներկայացական մարմինն է։ Այնպես որ դրա համար ուշով կհետևենք զարգացումներին եւ տեսնում եք, որ որքանով է դա ուղղակիորեն նաեւ առնչվում մեզ, ոչ միայն սանկցիաների պատճառով Ռուսաստանի, այլ տեսեք աշխարհում ինչ է կատարում եւ մեր օրակարգը ինչ է, դրան համարժեք է արդյոք այդ օրակարգը։ Ինչպես տեսնում ենք, հաստատ համարժեք չի եւ այս իշխանության եւ այս ռուսամետ ընդդիմության։ Դե ինչ, այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։